Ինչ ասեմ, երեխեքին հանեկցել են քուչեքը, մարզվելու տեղ չունեն, հարմարություն չկա, հիմա էլ պատրաստվում են աշխարհի մրցումների, ինչ անում է պետությունը։ Պետությունը ցույց է տալի, որ ժողովրդի շահերն է պաշտպանում, բայց որ նայում ենք ուրիշ տեսանկյունից ժողովրդի շահերը չի պաշտպանում։ Ժողովրդին, երեխեքին հանել են գցել են քուչեքը, անձնական հարցերով մարդկանց հետ ազնական հարցեր ունեն օլիմպիադան են փակում։ Իմաստը ո՞րն է օլիմպիադանը փակելու։ Մի օր, երկու օր ձեր գործողությունը արեք, ապօրինի բանեք, թե հարց չկա, պետությունն ապտի օրենքը պահի։ Մտել եք ձեր գործողությունը արել եք, դուրս եկեք։ Ինչ ձևականություն եք անում, փակել եք օլիմպիադանը։ Ինչ պետք է գտնեք, երևի գտել եք կամ էլ չեք գտել։ Հիմա երեխեքին խեք սպեցիալնի հանեք գցեք ու չեկը։ Կողքից են տպավորությունն է, որ մեր վարչապետը չի ուզում, որ հայկական դրոշը ուրիշ երկրներում բարձրանա, որովհետև այս երեխեքը պետք է գնան ուրիշ երկիր մեր հայկական դրոշը բարձրացնեն, բայց երեխեքը եկել են փողոցում են պարապում, հիմա վստահ ենք, որ գալու են ասեն փողոցից էլ դուրս եկեք, այսինքն ամեն ինչ անում են, որ երեխեքը սպորտսմեն չդառնան, մեր դրոշը չբարձրացնեն։ Սպորտը դա դաստիարակություն է, եթե յուրաքանչյուր մարդ լինի սպորտսմեն, հանցագործություններ չի լինի, որը որ Հայաստանում ամենաշատն է, փողոցում ինչքան լկտիություն, լպիժություն ասես տենում ենք, հանում են իրար, սպանում են, դանակով են խփում, կրակում են իրար վրա, դա սպորտի բացակայությունն է։ Իսկ այսօր ինչ պետք է անեն, պետք է ամեն ինչ անեն, որ սպորտսմեններին հովանավորեն, դուխ տան, չհիասթափեն, ու այս երեխեքը կհիասթափեն հեսա, կասեն էս ինչ է։ Վաղը մյուս օրը թողեն այս երկրից կեթան, դա իրանց ուզածը։ Էսի ես պրոստը քաղաքականության մեջ կյանքում չեմ եղել, չեմ էլ ուզում լնեմ, բայց այնքան արդեն հոգուս ասե, որ պատրաստ եմ ամեն ինչի մեջ ընկնեմ, մենակ թե այս երեխեքի ապագան նորմալ լինի։ Այս ժողովրդի ճակատագիրը էս ինչ են անում, էսի կոնկրետ անօրինություն է։ Դու անձնական խնդիր ունես մարդու հետ, գնա քո անձնական խնդիրները պարզի, դու ինչի ես իմ ազգային անվտանգության աշխատողներին, իմ ոստիկանության աշխատողներին, ինչ ես ուղարկում քո անձնական շահի համար։ Կամ խոսքը եկել է ասեմ, այն մարդու տուն մտել են 8 հատ եկեղեցի է սարքի այդ մարդը։ Ես այդ մարդուն անձամբ չեմ էլ ճանաչում, բայց ես գիտեմ իր արածները։ Այդ մարդու տուն մտել եք, այդ ինչ ձև եք մտել։ Ինչ եք մարդուն իր տան մեջ տալի գետնին։ Այդ մարդը ոչ զենքով է եկել ձեր վրա, ոչ իր ախրանաներով է եկել ձեր վրա, նորմալ դիմավորել է, երևում է, նկարել եք, գցել եք, ասենք սայթ, որ ինչ եք ուզում դրանով ասեք։ Դուք կնես պետք է անեք ԱԱԾ-ի համազգեստը հարգեն մարդիկ, ոչ թե նայեն ԱԱԾ-ի համազգեստով մարդը ինչ անում, դրանից հետո կսկսեն չհարգեն։ Այսօր ազգը պետք է ազգային անվտանգության ԱԱԾ-ի աշխատակիցներով հպարտանա, երթվի նրանց անունով, բայց ինչ են անում ԱԱԾ-ի աշխատակիցները, հրաման են կատարում, չի կարելի, մարդը ինչ արե, չի արե, ես չգիտեմ, մարդը այս երկրի կեսին լավություն արե, սպորտսմեններին խրախուսել է ավտոներա տվե, չգիտեմ որտեղից է տվե, բայց ինչ չէ հետաքրքրում որտեղից է տվե, կարևորը սպորտսմեններին խրախուսել է, որ մեր հայկական դրոշը բարձրանա։ Ես ամեն ինչի պատրաստ եմ, որ մեր Հայաստանն ու սաղ տեղերը լսեն հայկական դրոշը բարձրանա։ Բայց այդ մարդը չգիտեմ որտեղից է բերել, հիմա դուք ասում եք, չգիտեմ, ապօրինություն արել, փողերը ուրիշ տեղից է բերել, այս արել, ես դրա մեջ չեմ ուզում մտնեմ, բայց մարդը այդ փողը օգտագործել է երկրի շահի համար, ոչ թե իր անձնական շահի համար, այդքանը պետք է հասկանան մարդիկ։ Իսկ եթե անձնական խնդիր ունեք այդ մարդու հետ, այդ մարդուն զանգի, ասա մի հատ սենց հարց կա քո հետ, իմ պետության ուժային կառույցներին մի օգտագործի գնա այդ մարդու հետևից։ Հիմա ես չեմ ուզում քաղաքական ինչ-որ հարցերի մեջ մտնեմ, ես քաղաքականությունից չեմ էլ հասկանում, բայց ժամ առաջ այս օլիմպիադանը պետք է բացվի, այս իմ ինքնասիրության խնդիրն է, իմ անձնական խնդիրն է, մեր երեխեքի անձնական խնդիրն է, այս եթե չեն բացում են թքած ունեն սաղ երեխեքի վրա։ Այսինքն երեխեքը գալիս են, մարդ են դառնում, դաստիարակվում են, այ ժամանակին որ չեն դաստիարակվել, մեկը մեկին դպրոցում դանակով խփում է, ժամանակին որ չեն դաստիարակվել, փողոցում հելնում են, անշնորհքություններ են անում, կրակում են, սպանում են, չգիտեմ ինչ են անում, բայց այս դաստիարակչական դպրոց է, սպորտսմեններին խրախուսեք, որ իրանք լավ մարդ դառնան։ Այս երկիրը դուք պառակտում եք, հենց հիմա ես շատ պատասխանատու հայտարարություն եմ անում, այս քայլերով
Երկիրը պարակտում են, սպորտ դպրոց է, մտել ես, տեսել ես մի երկու ապօրինի շինություն կա, չգիտեմ ինչ կա, վсё, լավ, թող մտնեն երեխեքը պարապեն։ Ինչի մասին է խոսքը։ Մեր դուրները գալիս ասեց երեխեքը փողոցում կանգնած, չի կարելի, չէ՞։ Մարդկանց ունենց եք անում, որ թողեն ես երկրից փախնեն։